Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսանք ձեր ծննդյան օրվա մասին, տարվա բոլոր օրերի մասին, եղեք համբերատար և սպասեք ձեր օրվա կանխատեսմանը։ Նաև բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք այն։ Ձեր ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ կամ ձեզ հետաքրքրող որևէ մեկին։ Այն կբացահայտի մանրամասներ ձեր անհատականության, հարաբերությունների, անձնական կյանքի, աշխատանքի, կոչումների և առողջության մասին։ Կենդանակերպը բաղկացած է 12 նշանից, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է 4 տարրերից մեկին՝ կրակ, հող, օդ կամ ջուր։ Կենդանակերպի նշանը, որի տակ է ծնվում մարդը, ինչպես նաև նրա ծննդյան օրը, որոշում են նրա բնավորությունը, սովորությունները և ճակատագիրը։ Ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր անհատականությունը։ Այն կբացահայտի ձեր ուժեղ և թույլ կողմերը, անձնական և ընտանեկան կյանքի հեռանկարները, սիրո և ամուսնության համար ամենահարմար զուգընկերներին, մասնագիտական որակները և ձեր խոցելիությունը։ Այն կօգնի ձեզ բացահայտել թաքնված տաղանդները և զարգացնել դրանք։ Այն նաև կբացահայտի այսօր ծնված կանանց և տղամարդկանց բնավորության գծերը։ Այն նաև կտա ձեզ կյանքը բարելավող խորհուրդներ, որոնք եթե հետևեք, ձեզ կդարձնեն հաջողակ և երջանիկ։ Եվ այսպիսով, եթե դուք ծնվել եք հունվարի 6-ին, ապա ձեր կենդանակերպի նշանը այս եղջյուրն է։ Սա երկրի, հողի նշան է։ Հունվարի 6-ին ծնվածների առանձնահատկությունները։ Ուժեղ կողմերը՝ դիվանագիտություն, խորաթափանցեք, հնարամիտ և հուսալի։ Թույլ կողմերը՝ որոշումների կայացման մեջ վստահության պակաս, զգացմունքների գաղտնիություն և միամտություն։ Հունվարի 6-ին ծնված կանայք առանձնանում են հետևյալ հատկանիշներով՝ գիտակ են, ինքնազարգացման ցանկություն ունեն, ռեալիզմ և ամբարտավանություն ունեն։ Հունվարի 6-ին ծնված տղամարդիկ օժտված են հետևյալ բնավորության գծերով՝ ամբիցիա, ինքնակատարելագործման ցանկություն, ինքնավստահություն և խաղաղություն։ Հունվարի 6-ին ծնվածների ընդհանուր բնութագրերը։ Հունվարի 6-ին ծնվածները ծնվում են այս եղջյուրի նշանի տակ։ Նրանք աշխատասեր, նպատակասլաց, զուսպ և զգույշ անհատներ են։ Նրանք ձգտում են կարգուկանոնի իրենց տներում և մտքերում։ Նրանք հետևում են իրենց ծրագրերին և հետևում են իրենց գրաֆիկին։ Նրանք ունեն խորը փիլիսոփայական հայացքներ և վայելում են արվեստն ու պոեզիան։ Նրանք հեշտ են շփվում և բարի են հաղորդակցման մեջ, ինչը նրանց համար հեշտացնում է ուրիշների հետ կապ հաստատելը։ Այսօր ծնվածները հակասությունների համադրություն են։ Նրանք միաժամանակ ունեն կարծրատիպերի և հորիզոնները լայնացնելու հակում, եսասիրություն և ուրիշներին օգնելու ցանկություն, դիտարկողականություն և գործողության ծառավ։ Նման մարդիկ օժտված են ստեղծագործական ներուժով, որը թույլ է տալիս նրանց հաջողությամբ զարգանալ արվեստի և մշակույթի ոլորտներում։ Նրանք հմտորեն արտահայտում են իրենց մտքերն ու գաղափարները, ճարտասանության և զարգացած հրապարակային ելույթների հմտությունների օգնությամբ։ Հունվարի 6-ին ծնված կանանց բնութագրերը։ Այսպիսի կանայք ունեն աշխարհի իրատեսական պատկերացում և չեն ընկղմվում դատարկ պատրանքների մեջ։ Նրանք ունեն բարձր մտավոր ներուժ և կրթվածություն։ Նրանք ձգտում են ինքնակատարելագործման և երբեք չեն հանգստանում իրենց դափնիների վրա։ Իրենք հպարտ և ամբարտավան անհատներ են։ Նրանք իրենց ավելի բարձր են զգում, քան ցածր կարգավիճակ ունեցողները, ինչը դժվարություններ է առաջացնում անձնական հարաբերություններում։ Նրանք ձգտում են նյութական բարեկեցության և բարձր սոցիալական կարգավիճակի։ Հունվարի 6-ին ծնված տղամարդկանց բնութագրերը։ Այս տղամարդիկ հավակնոտ են, ինքնավստահ և կամային։ Նրանք միշտ ամեն ինչ ավարտին են հասցնում։ Նրանք հպարտանում են իրենց հաղթանակներով և պարտություններին վերաբերվում են սառնասրտությամբ, ինչը արժանացնում է իրենց գործընկերների և ընկերների հարգանքին։ Նրանք խաղաղասեր են և չեն հանդուրժում տարաձայնություններ կամ բամբասանքներ։ Այսպիսի տղամարդիկ ձգտում են ինքնակատարելագործման։ Նրանք հարգում են խելացի և գիտակ մարդկանց։ Նրանք ունեն կյանքի ամուր սկզբունքներ, ինչը նրանց հակված է դարձնում կարծրատիպերի և փոփոխությունների նկատմամբ։ Հարաբերություններ։ Այսօր ծնվածները ձգտում են իդեալին, զուգընկերոջ որոնման մեջ։
Նրանց արտաքին խստության և հանգստության հետևում թաքնված է ամաչկոտ և անվճռական բնույթ։ Նրանք վախենում են առաջին քայլն անել և արտահայտել իրենց զգացմունքները։ Այս տղամարդիկ և կանայք չեն սիրում միայնությունը։ Նրանց անհրաժեշտ է զուգընկեր, որը կկիսի իրենց հետաքրքրություններն ու կրքերը, կտրամադրի աջակցություն և խրախուսանք։ Նրանք նուրբ են և սիրալիր իրենց զուգընկերների հետ և հավատարիմ են հարաբերություններում։ Նրանք սիրում են ռոմանտիկա։ Ընտանեկան կյանքում նրանք հաճախ բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց սիրելիներին, քանի որ շատ ժամանակ են ծախսում իրենց կարիերայի վրա։ Այսպիսի կանայք հոգատար մայրեր և տնային տնտեսուհիներ են, իսկ տղամարդիկ՝ սիրող և նվիրված ամուսիններ։ Համատեղելիություն։ Հունվարի 6-ին ծնված աջակցությունները կառուցում են ամուր և ներդաշնակ հարաբերություններ, առաջինը իրենց կենդանակերպի նշանների հետ, աջակցությունների հետ, ցուլի, առյուծի և կույսի հետ։ Նրանք քիչ հավանականություն ունեն երջանիկ ապագայի, խոյի, ջրհոսի, խեցգետնի և աղեղնավորի հետ։ Հունվարի 6-ին ծնվածների համար ամենահարմար զուգընկերը։ Հետևյալ օրերին ծնված մարդիկ առավել հարմար են սիրո և ամուսնության համար։ Կարող եք գրի առնել այս ամսաթվերը. հունվարի 8, 9, 10, 13, 26, փետրվարի 5, 7, 20, 23, մարտի 17, 24, 25, 26 և 31, ապրիլի 7, 12, 15, 18 և 26, մայիսի 4, 14, 31, հունիսի 13, 15, 19, հուլիսի 7, 12, 25, 28, օգոստոսի 8, 13, 23, սեպտեմբերի 11, 14, 21, 22, 23, հոկտեմբերի 2, 8, 21, 22, 27, նոյեմբերի 13, 16, 22 և 24, դեկտեմբերի 6, 11, 13, 14, 25 և 26։ Այս օրերին ծնվածները ձեզ համար ամենահարմարն են սիրո և ամուսնության համար։ Աշխատանք և կարիերա։ Այսօրը ծնվածները կրքոտ են իրենց մասնագիտության հանդեպ։ Նրանք օժտված են կենսուրախ մտքով, երևակայությամբ և գիտակցությամբ։ Նրանք համառ են, հետաքրքրասեր և ինքնավստահ։ Նրանք գիտեն, թե ինչպես կառուցել հարաբերություններ մարդկանց հետ և իմաստուն կերպով կառավարել ֆինանսները։ Նրանք հաջողությամբ կիրառում են այս հմտությունները ձեռնարկատիրական ջանքերում։ Նման մարդկանց համար լավագույն մասնագիտական ոլորտներն են բժշկությունը, հոգեբանությունը, մանկավարժությունը, արվեստը և սոցիալական աշխատանքը։ Նրանց բացասական մասնագիտական որակները դա անուշադրությունն է գործընկերների նկատմամբ անվստահությունը։ Առողջություն։ Հունվարի 6-ին ծնված աջակցությունները հակված են ալերգիկ և մաշկային բորբոքային հիվանդությունների։ Ճիշտ ընտրեք կոսմետիկան, խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից և պարբերաբար այցելեք կոսմետոլոգի մոտ։ Գերծանրաբեռնվածությունը հանգեցնում է հոգնածության և սթրեսի։ Նստակյաց ապրելակերպը և անկանոն սննդակարգը մեծացնում են ավելորդ քաշի, սրտանոթային հիվանդությունների և մարսողական խնդիրների առաջացման ռիսկը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հավասարակշռված սնվել և մարզվել։ Կանոնավոր վարժությունները, վազքը և մարզումները կբարձրացնեն ձեր էներգիան և ուժը։ Խորհուրդներ հունվարի 6-ին ծնվածների համար։ Մի զսպեք ձեր զգացմունքները և մի կենտրոնացեք միայն հաղթանակների ու պարտությունների վրա։ Չափազանց հույզերը հանգեցնում են դյուրագրգռության և նյարդային լարվածության։ Արտահայտեք ձեր ուրախությունը, հիասթափությունները և անհանգստությունները։ Շատ մի կենտրոնացեք աշխատանքի վրա։ Աշխատանքի վրա անընդհատ կենտրոնանալը հանգեցնում է խրոնիկ հիվանդության և օտարացնում է ձեզ ընտանիքից և ընկերներից։ Փոխարինեք աշխատանքը հանգստով և ժամանակ հատկացրեք սիրելիներին։ Ուշադրություն մի դարձրեք մանրուքներին։ Առօրյա կյանքի մանրամասների և աննշան իրադարձությունների վրա կենտրոնանալը շեղում է ձեր ուշադրությունը կարևոր և առաջնահերթ հարցերից։